Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հետաքրքիր է, եթե առարկություններ ունեիք երեք ընդունված հայտարարության տեքստի հետ կապված, ինչու չմասնակցեցիք դրա քննարկմանը, քիչ առաջ ձեր գործընկերները պարոն Հովհաննիսյանը եւ Խանդանյանն ասում էին, որ դուք փախաք դրա քննարկումից, սա առաջին հարց, գայիք ներկայացնեիք ձեր առարկությունները, բմբլեիք փաստաթուղթը, ինչպես ընդունված է ասել, եւ նախորդ ուրբաթ օրը խորհրդարանում լսումներ էին վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով, Հայաստան դաշինքը նույնպես մասնակցում էր, եկաք ելույթներով փոխանակվեցիք, ստորագրություններով նույնպես, բայց process-ը կարծեք թե կանգ է առել, տեղից չի շարժվում, հիշեցնեմ, որ մայիս ամսին դեռ, երբ որ նորից էլի օրակարգ էր բերվել impeachment-ի հարցը, Ռոբերտ Քոչարյանը, ձեր խմբակցության փաստացի ղեկավարը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով impeachment-ի թեմային ասել էր, որ դա անիրատեսական գործընթաց է, քանի չկա փողոցային process, եւ ասել էր, որ խմբակցությունը նաեւ ենթադրաբար դուք չպետք է ֆոն եւ դեկորացիա դառնաք ինչ որ մարդկանց երազանք իրականություն դարձնելու համար։ Այդ ժամանակ վարչապետացուն Էդմոն Մարուքյանն էր նախկին դեսպան։ Հիմա Հանրապետական կուսակցությունը այլ տեխնացու է առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան։ Ուզում եմ ճշտել պարոն Խաչատրյան, անցած ամիսների ընթացքում ինչ որ բան է փոխվել, որ Հայաստանը որոշել է միանալ անիրատեսական որակված այս գործընթացին, #պուի ներկայացրած վարչապետացուի հետ, շնորհակալություն։ Նախ շատ շնորհակալություն ԿՊ-ի ներկայացված փաստաթուղթը ՀԱՎ-ի հետ համեմատելու համար, որովհետև ՀԱՎ-ն են բմբլում։ Դուք ինքներդ այդ փաստաթուղթը համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, հետևաբար հաջորդի Դա ձեր համեմատությունն է, պարոն Խաչատրյան, մի վերագրեք։ Բմբլում են ՀԱՎ-ին, ՍԱԳ-ին, ԲԱԴ-ին։ Փոխաբերական իմաստով այո, այլաբանորեն։ Շատ լավ, այլաբանորեն, քանի որ համեմատեցիք ՀԱՎ-ի հետ, միգուցե իմաստ չունի դրան անդրադառնալ, բայց շուտ որ ասեիք, մենք նաև մեր հայտարարությունը չէինք տարածի, բացատրելով, թե ինչու չենք մասնակցում, կարծում եմ դա բավարար է։ Իդեպ, երբ ես դուրս էի գալի ազգային ժողովից, համարյա միաժամանակ դուրս էր գալի նաև Ալեն Սիմոնյանը, օրինակ ինչու Ալեն Սիմոնյանը որոշեց չմասնակցի, թող ինքն էլ մասնակցեր եւ իր կարծիքը հայտներ։ Այն ինչի մասին այդ փաստաթուղթներ, մենք անդրադարձել ենք ուրեմն երրորդյայի ընթացքում, թե հարց ու պատասխանի ժամանակ, թե տասնապահանոց ելույթների, ինչ նպատակ է այդ ամեն ինչ հետապնդում, այն ինչ ներկայացված է ժողովրդին խաղաղության հետ բացարձակապես որևէ աղերս չունի։ Տրամպես Փաշինյանն ինչ է ասում։ Ասում էր ժողովուրդն ընտրել է ինձ, հետևաբար իմ դեմ խոսելը նշանակում է խոսել ժողովրդի դեմ, հիմա էլ ասում է, այս թղթի հետ խոսել նշանակում է խոսել խաղաղության դեմ։ Ոչ, մենք խաղաղության կողմ ենք եւ դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետեւ դա չի բերում որևէ մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Ձեր երկրորդ հարցի հետ կապված մեր մոտեցումը impeachment-ին նույնն է, չի փոխվել, ասել ենք, որ այո, կա 28 ստորագրություն, 28 ստորագրությունը պատրաստ ենք տրամադրել, գործընթացը լինի, տեսնենք ինչ ենք անում։